Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում։ Այս որոշումը լուրջ հարված է 23 հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ընտանիքներին, որոնց միակ կապը հարազատների հետ ապահովվում էր հենց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Հնարավորությունները բնականաբար իշխանությունների պարտավորությունը պետք է լինի նման հարցում, որովհետև տարածաշրջանային խնդիրը բնականաբար կողմերը երկուսն էլ պետք է համաձայնության գան, թե ինչպես են աշխատել այս ուղղությամբ։ Կարմիր խաչի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում գտնվող գերիներին տեսակցել են մարտ ամսին։ Կոմիտեից նշում են, թեև այցելել են եւ կարողացել են ապահովել կապը ընտանիքի անդամների հետ, սակայն այդ մասին ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։ Մեր ցանկացած տեսակցությունների ընթացքում բնականաբար ուշադրության կենտրոնում են անձանց վիճակը, իրենց հանդեպ վերաբերմունքի հարցերը, առողջական հարցերը, սակայն այդ բոլոր մանրամասները բովանդակային դրանք կոնֆիդենցիալ են եւ մենք հանրության հետ չենք կիսվում ներտեսած եւ բոլոր այդ նկատառումներով, որոնք մենք հաշվի ենք առնում տեսակցությունների ժամանակ, դրանք քննարկվում են զուտ իրենց պահուշանությունների հետ եւ անձանց հետ անմիջապես։ Իսկ դա նույնը եղել է բնականաբար մեր վերջին մարտի տեսակցության ընթացքում, իսկ ընտանիքների հետ կապի հնարավորությունը մենք տրամադրում ենք այդ հնարավորությունը յուրաքանչյուր տեսակցության ժամանակ եւ մարտի տեսակցությունը բնականաբար բացառություն չէ։ Ադրբեջանում Կարմիր խաչի մանդատի դադարեցումից հետո բաց է մնում մի կարևոր հարց՝ ինչպես շարունակել գերիների հետ կապը։ Մենք բոլոր պատկերացումները քննարկում ենք այս պահին կազմակերպություն Ադրբեջանի իշխանությունների հետ եւ արդեն ինչ կլինի հետագայում դա մասին խոսեմ հաջորդի, բայց պահին որևէ նորություններ այս հանրության համար չունենք։ Կարմիր խաչի մանդատի դադարեցումը ոչ միայն սառեցնում է այցելությունները, այլ նաև ազդում է խոցելի մարդկային ճակատագրերի վրա, խաթարելով միակ օղակը, որը պահպանել էր հույսի թելը Բաքվում պահվող հայերի եւ նրանց ընտանիքների միջև։ Դիանա Կարապետյան, Reopen Media։